Արմ իսկ այսօրվա մեր հյուրի հետ դու ծանոթ ես, գիտես ով ա լինելու, որովհետև ես ունեմ իր պատկերը, բայց չգիտեմ։ Ես ուսումնասիրել եմ մեր այսօրվա հյուրին, ինքը ունի շատ հետաքրքիր ինֆորմացիոնի բլոգ, բայց չեմ խոսա բլոգի մասին, իրան հրավիրենք, թող ինքը երկու բառով իր բլոգը ասի ինչի համար է եւ ինչի մասին է։ Լավ, ուրեմն հրավիրենք մեր հյուրին, այսօր մեր հյուրն է Նարեկ Դեմիրճյանը։ Բարև ձեզ։ Ինչպես ես։ Առայժմ լավ։ Իսկ ինչու առայժմ։ Դու չգիտեմ ինչ է սպասվում ու ես երբ չգիտեմ ինչ է սպասվում, մի փոքր լարվում ու սենց կաշկանում։ Ես չգիտեմ ինձ ինչ է սպասվում։ Դու Բայց ուզում եմ սկզբնական մենք խոսենք քո բլոգից, դու ունես հետաքրքիր ինֆորմացիոնի բլոգ, ոնց որ դրա միջոցով քո մասին երկու նախադասությամբ մի քանի բառով պատմի մեզ։ Ինչ ասեմ, բլոգը կարճ ռիլերի տեսքով է, պատմում եմ հետաքրքիր փաստերի մասին աշխարհում եւ իրական, այսինքն շոշափելի ինչ-որ բաների մասին եւ ոչ շոշափելի, այսինքն տիեզերական ինչ-որ գործոններ կան ներառված եւ այլն, հասկացա, որ դա մարդկանց հետաքրքրում է եւ որ դու իրականությունն է դա։ Իրականությունն է։ Ես ամենադեպս փորձում եմ տիեզերական գործոնների մասին։ Նաեւ Տիեզերական իրականությունը։ Իսկ մեկնաբանությունների բաժնում, քանի որ կարդում եմ շատ դրական մեկնաբանություններ, դա ինձ դրդում է, որ ես այլ ավելի շատ կոպիտ ասած խորանամ այդ ամեն ինչի մեջ ու սկսեմ տարբեր թեմաների մասին շարունակական վիդեո ռիլեր նկարել։ Ավելի զարգացնես, նայ, Նարեկ, հիմա դու գտնվում ես այն տեղում, որտեղ որ գիտությունը եւ աստղագիտությունը միախառնվել են։ Էլի մենք ոնց որ այդ ամեն ինչում ու դու ինչքանով ես հավատում, որ աստղագիտությունը քո կյանքում ինչ-որ բան է փոխում։ Հետաքրքիր է հնչում։ Ուզում եմ ընթացքը տեսնեմ արդեն ոնց ենք առաջ գնալու։ Նայ, միջև սկսելը ես քեզ բացատրեմ այսպիսի մի բան, մեր հաղորդման կանոնները։ Ես փորձելու եմ քեզ բնութագրել թվերից եւ մոլորակների դասավորվածությունից ելնելով, բնականաբար Արմեն ինչպես միշտ ինձ հակառակելու է, այո, ասելու է իր տեսանկյունը եւ ամեն փուլից հետո դու չլսելով իրան, նույնիսկ չլսելով ինձ, այլ լսելով քո ներքին ձայնը, պիտի որոշում կայացնես։ Իմ թե Արմենի տված ինֆորմացիան ավելի ճշգրիտ քո կյանքում գործում, Էվայի իրականությանը։ Ու դրանից ելնելով գնդակներից մեկը կամ գալիս է ինձ մոտ, կամ գնում է Արմենի մոտ։ Այս պայքարը շարունակվում է անverջ, դու կարող ես միանալ, շեղվել, հա, չշեղվել ինքդ որոշել։ Ես արդեն շեղվեցի։ Բայց լավ, կփորձեմ կենտրոնանալ։ Հետաքրքիր է համար այդ ամեն ինչը։ Եվ հետաքրքիր է եւ անկեղծ ինչքանով եւ նոր է եւ հետաքրքիր, որովհետեւ ես իմ կարծիքով ես պետքա նաեւ իմ հիմա այս հաղորդման շրջանակներում բացահայտեմ ինքս ինձ, ոնց պատկերացնում եմ, հա ոնց ընկալեցի ձեր երկուսի կողմից։ Եվ աստղային եւ իրականում, ինչու ոչ, նաեւ իրականում, որովհետեւ վստահ եմ, որ պետք է լինեն ինչ-որ հարցեր կամ հարցադրումներ, որ երբեք ես միգուցե եւ չեմ մտածել դրա մասին։ Սա քո համար առաջի փորձն է, այսինքն երբևիցե ոչ մեկ չի փորձել քեզ կարդալ մոլորակների տեսանկյունից։ Չէ, սա հենց առաջինն է ու չգիտեմ վերջինը թե չէ, բայց առաջինն է։ Դե եթե առաջինն է, նախանց անցնենք առաջին փուլին, առաջի փուլի ընթացքում մենք ներկայացնելու ենք մեր հյուրին։ Ուրեմն, Նարեկը ծնվել է Խոյ համաստեղության ներքո, որը նրան տալիս է բռնկուն բնավորություն, շատ վառ արտահայտված անհատականություն, բայց քանի որ նրա ասցենդենտը գտնվում է այդ եղջյուրի մեջ, արտաքուս նա կարող է երևալ զուսպ ու հանգիստ։ Այն ժամանակ, երբ որ նրա ներսում բոցեր են վառվում, կրակներ են վառվում ու ինքը միշտ փորձում է առաջ գնալ։ Ինքը ոչ միայն չի սիրում կանգ առնել, իր համար շատ կարևոր է ամեն հարցում հաղթանակած դուրս գալ։ Դուք հաղթեցիք բոլոր խաղերը։ Ես պետք է սպասեմ Արմենն ինչ-որ բան ասի, թե ես հիմա իրականություններ դա, այսինքն դու քո տեսակով այդպեսին ես, ինչպես իրականում թե ինչ-որ բան կար, որ այդպես չէ, անկեղծ ես կներեք, որ ընդհատեցի, ես սա գիտեք ինչ էր, ոնց որ ես իմ մասին մտորեմ, այսինքն ես չեմ բարձրաձայնի սրա մասին ոչ մեկի մոտ, որտեվ ես նախ առիթ չի լինում գտնել այն մարդուն, ում պետք է իրեն խոսել նմանատ թեմաներով, բայց սա 99.9%-ով համապատասխանում է իմ բնավորությանը, իմ ներքին աշխարհին, որովհետև իսկապես կարող եմ արտաքուստ երևալ այդպես հանգիստ, ինչ որտեղ շատ սառնասիրտ, այն որ
կողքից կարող են նայեն, ասեն ես սիրտ չունես մարդը, էմոցիա չունես մարդը, բայց իրականում ես կարամ ներսից լինեմ շատ փխրուն։ Ինչ որ չունեմ հարմար բառ կարողա ցանտրել թե չէ, բայց լրիվ համապատասխանում էր սա։ Հոգեկան վիճակը ուրիշ բան է։ Ոչ թե, չէ, ոչ բայց թե դու իզդև ես դիմա այս բանը։ Ոչ թե ուրիշ բան է ուզում, Արմեն ջան, այլ ես կարող եմ ներսում բոցեր, հա, ոնց ասեցիք, բոցեր վառվի, բայց ես դիմացից նայողը ինձ տեսնի շատ հանգիստ, կարող է լինի նաև տպավորություն, մտածեմ ես ամենաանդարդ մարդն եմ ու ես մտածել ընդհանրապես ոչ մի բան չունեմ։ Բայց նման բան չի կարող լինել, որովհետև խոյը գտնվում է Մարս մոլորակի հովանավորության ներքո, իսկ Մարս մոլորակը դա պայքարն է, դա անսպառ էներգիան է, որը որ դու մտնելով սենյակ քեզանից սկսում ես դա հաղորդել։ Բացի դա, առաջի տպավորությունից թվում է, թե դու ամեն ինչը սիրում ես կոնտրոլի տակ պահել։ Ամեն ինչը գծագրված է, դու տենց սառնասրտորեն վերաբերվում ես ցանկացած հարցին, բայց քո համար շատ կարևոր է քո ներսի տրամադրությունը, որովհետև իրականում դու շատ հումորասեր ու շատ կատակասեր ու շատ ուրախ մարդ ես։ Դու սիրում ես շփվել մարդկանց հետ, բարձրացնել նրանց տրամադրությունը, շտկել այդ իրավիճակը, որտեղ որ տխուր է։ Այսինքն քո կայծը փոխանցել նաև ուրիշներին։ Ու քո համար շատ կարևոր է նաև սպորտը։ Սպորտով սիրում ես զբաղվել։ Սիրելը սիրում եմ ուղղակի աշխատանքի բերումով, զուտ ժամանակային առումով չեմ հասցնում, բայց սպորտ միշտ սիրել եմ ու իմ ընկերներից շատերը կփաստեն դրա մասին, որ մենք միշտ փորձել ենք ինչ-որ մի բանով զբաղվենք, թե ինքը սպորտային, չեմ ասում պրոֆեսիոնալ, ուղղակի սիրողական սպորտով զբաղվենք, բայց կարճ ժամանակ անց թողել ենք, որովհետև զուտ գրաֆիկը ու աշխատանքը թույլ չի տալիս։ Իսկ ինչ սպորտաձև ես, ագրեսիվ սպորտաձև։ Ես զբաղվել եմ հեծանվա սպորտով, էլի ոչ պրոֆեսիոնալ, բայց շատ անգամներ եղել եմ հեծանվարշավների, նույնիսկ հեծանվով Գյումրի եմ գնացել, որպես հոբի։ Որպես հոբի, սիրողական, քանի որ հեծանիվ միշտ քշել եմ փոքր տարիքից սկսած, բայց իմ ընկերներից մեկը Պարույրը, եթե մեզ նայում ողջունում եմ Պարույրին, Պարույրի հետ մենք գնացել ենք տարբեր արշավների, Գյումրի, Լոնդոն, Լոնդոն, վերջինը որ գնացինք դա եղել էր Հավայան կղզիները ու դրանից հետո, հա Չէ, որ դու սիրում ես շատ բարդ տեսակի սպորտաձևեր, երևի թե բալի հասնելը հեծանվով բավականին բարդ է։ Հա, շատ բարդ է, որտեղ այդ ջուրը չէր թողում քշենք, մի խանգարում էր, բայց իրականում եթե կատակը մի կողմ, ամենաաշխարհի լավագույն սպորտներից մեկը դա հեծանիվն է, խորհուրդ կտամ զբաղվեն ովքեր որ չեն զբաղվում, շատ լավն է։ Ասցենդենտը ասացինք, որ այդ զեղջյուրի մեջ է, այսինքն մարդիկ քեզ տեսնում են, որ դու ավելի փակ ես, ավելի չոր ես, ավելի զուսպ ես, բայց քո ներսում վառվում են կրակներ, բոցեր, ոնց ասեցի, բայց մյուս կողմից դու կարող ես քո նպատակներին հասնելու համար եւ կյանքի հաճույքները օգտվելու համար գնաս շատ մեծ զողությունների, այսինքն դու բռնկուն ես ոչ միայն քո ներսով, այլ նաեւ քո արարքների մեջ, եթե ինչ-որ մի բան քո համար հետաքրքիր է, դու սենց կարաս ամեն ինչը թողնես ու գնաս դրա հետևից։ Այս մեկի հետ մի քիչ համաձայն չեմ, որովհետև ես շատ բաներ կան, որ սկսում եմ 0-ից, փորձում եմ ստեղծել 0-ից, ու եթե ես հասնում ինչ-որ level-ի, օրինակ, 0-ից բարձրացել է 3, ենթադրենք, ու ինչ-որ նոր բան կա, որ ես պետքա փորձեմ, ես ճիշտ է, ռիսկը գործի քեզ, նա կա չէ նման խոսք, բայց Համենայն դեպս ես չեմ ուզում ռիսկի դիմել, մտածելով որ կարող է նա կորցնել։ Միգուցե եւ ռիսկի դիմեմ, բայց այլ ավելին ստանամ այդ երեքը կորցնելով, բայց իմ մեջ sense երկու սատանա ու հրեշտակ կան, sense երկու կողմից դուրս են գալիս իրանք ու մեկը ասում է չէ դու գնա ինքը հաստատ լավ ալենել, մյուսը ասում է բայց դու սա կարող է կորցնես։ Մենք հետո խոսանք այդ դրա մասին, քո այդ հրեշտակները։ Անպայման, բայց ասեմ որ շատ ժամանակ այդ բռնկուն մարդու տեսակը եւ այլն, այս դեպքում շատ ժամանակ ես այդ քայլից հետ եմ կանգնում։ Ահա, դրա մասին են խոսում քո արևը եւ լուսինը, որովհետեւ քո արևը խոյում է, այն բռնկուն վիճակն է, բայց լուսինը քո այծեղ ջուրում է, արևը ասում է գնա, հասի, արա, մի ուշացի, բայց այծեղ ջուրը ասում է հանգիստ տղա, նստի, մտածի, Ուգրեթե միշտ այծեղ ջուրը հաղթում է նման հարցերում, հա։ Դա հաղթում է նաև քո 8-ը, որովհետև դու ծնվել ես 8-րդ էներգիայի հոսանքների ներքո, քանի որ քո ծնունդը ամսի 26-ին է, 2-ին գումարացվեց, տալիս է 8։ 8-ը ինքը սիրում է կայունություն, ինքը սիրում է դիսցիպլինա, ինքը սիրում է ամեն ինչը հաշվարկել ու ճիշտ ուղղորդվել դեպի նյութականը, դեպի ֆինանսները եւ դեպի արդյունքը։
Այսինքն այդ սպոնտալ վիճակը, որը որ բերում է քո խոյը, այստեղ ինքը իրան նստացնում է եւ այծեղ ջուրը եւ ութը։ Հետաքրքիր է։ Ահա, բայց քանի որ քեզ համապատասխանում է դա մեջ, թե պրոստը չհասկացա գլխով։ Չէ, հասկացա, իրականում 8 թվի հետ կապված իմ կյանքում կարելի ասել առողջություն չկա։ Ոչ միտեղ չեմ գտնում այդ 8-ը, որ իմ կյանքում ինչ-որ միտեղ sense ֆիքսվել է, որ ասեմ, հա, բայց գիտեք, կյանքում ինչ-որ սիտուացիա եղավ, որ 8 թիվը եւ այն, չէ։ Մինչեւ այն պահը, երբ որ հասանք ես ռիսկի դիմելուն, միջև այդ բառը իդեալական էր, այդ բառը չեմ վախենա օգտագործեմ, դրանից հետո մի քիչ 50% սկսվեց, բայց այս պարագայում 8-ի հետ կապված կարամ ասեմ, որ իրական չեմ առնչվել 8-ի հետ ու չեմ կարող ասել, կարող է ինչ-որ կապեր կամ վերևներից, չգիտեմ։ Դու կարող ես չգիտեմ։ չառնչվել, դա ուղղակի քո ծննդյան թիվն է, որի Դա աստղեր են հուշում։ դա թվաբանությունն է արդեն։ Ես ոչ ոք չեմ ասել Դա դեպքում։ թվաբանությունն է հուշում, այսինքն քո ծննդյան թիվը խոսում է նրա մասին, որ դու 8-րդ էներգիայի հոսանքի տակ ես, հոսքերի տակ ես ծնվել։ Միգուցե դրա մասին ես չեզոք կմնամ, բան չեմ Բայց կարող քանի ասել։ որ քո Սատուրն մոլորակը գտնվում է ձկներում, դու շատ զարգացած ինտուիցիա ունես։ Շատ անգամ դու դրան չես վստահում։ Քո մեջ տարակուսանք է գնում։ Դու մտածում ես, արդյոք արժի լսել իմ ինտուիցիային, թե ոչ։ Հո ինչ բարդ է։ Ինտուիցիային լսելը ես հիմնականում վերջին տարիներին նամանավանդ սկսել եմ լսել, ավելի ճիշտ ոչ թե լսել, սկսել եմ գործել իմ փորձված մեթոդով, հա, թե ես միշտ արել եմ սա, ուրեմն այս ուղղությունը ճիշտ է իմ համար։ Ես շատ ժամանակ վերջին տարիներին, չգիտեմ դա ինչից հետո է առաջացել իմ մոտ, բայց վերջին ժամանակահատվածում ես փորձում եմ խուսափել նոր բաներ փորձելուց։ Այսինքն ինտուիցիանս կարող է ամեն անգամ ամեն օր ինչ-որ մի նոր բան ասի։ Սկսել որ նոր բաներ չես Անկեղծ չգիտեմ, ես ժամանակին խնդիրներ առաջացրել քո համար նոր բաներ ես փորձել։ Արմեն ջան, չէ, որ ասեմ ինտուիցիայից լսել եմ ունկել եմ խնդիրների մեջ, չէ։ Իսկ իրական են արել այդ ամեն ինչը, այսինքն քեզ համապատասխանում է այդ ինֆորմացիան, թե ուղղակի հետաքրքիր է։ Իրականում եւ հետաքրքիր է շատ, եւ ոնց որ մի քիչ առաջ նշեցի, համապատասխանում է իմ ներաշխարհին շատ բաներ եւ բռնկում տեսակից եւ հանգիստ բնավորությունից եւ այն տպավորությունից, որ դու կարաս լինես արտակուստ շատ հանգիստ, սառնասիրտ, ինչ որ շատ անտարբեր նույնիսկ, հա, այդ բառը վտանգավոր բառ է, չեմ սիրում անտարբերությունը, բայց կարող ես լինել շատ անտարբեր ու բայց ներսում լինի այն մարդը, որ ես արտակուստ նայրոց չի ասի, որ այս մարդու ներսում կարող է հիմա կամ կրակա կամ թախիցա կամ չգիտեմ, հա, ու դրա համար քո ներսում այդ երկուսի պայքարը կա։ Դրա համար երբեմն դու լինում ես անկանխատեսելի, երբեմն լինում ես քո համար շատ կանխատեսելի։ Ասում են խոհերը հետաքրքիր շատ հատկություններ ունեն։ Օրինակ, խոհերը երբ որ խոսք են տալիս, իրանք պարտադիր իրանց խոստումը պիտի կատարեն։ Այո, ես այսօր խոսք եմ, որ պետք է կամ նկարման ու եկել եմ։ Ես մտածում եմ դա մենակ խոհերը չեն, դա տղամարդն է, եթե խոսքատալի պետք է իր տեր կային իր։ Ես չասեցի, չէ։ Նարեկը ունի շատ ու շատ նորարար մտքեր։ Նարաջան միտքդ ասա։ Չէ, ես լսում եմ վերջ։ Հա, չես ասում, всё հագեց իշտա։ Այստեղ հիմա խոսում է իր համառությունը։ Խանգարում է այս Դու տողաններ։ ունես շատ ու շատ նորարար մտքեր, բայց քո համառությունը շատ անգամ քեզ խանգարում է։ Դու համառ ես նար։ Համառը գիտեմ որ համառ եմ։ Ասում հա համառը։ Չխապես, նենց ոչ ինքն։ Ես կամ որ խոյ համաստեղության տակ եմ իմ մոտ կա այդ կոտոշավոր բնավորությունը։ Ես դա ինքս եմ, դա պարտադիր չէ ինձ կողքից ասեն, որ ես ասեի, «Ոայ, չէ, բայց մի հատ էլ ժխտե այդ ամեն ինչը»։ Չէ, իրականում կա, ես գիտեմ որ կա, ու ես դա համարում եմ իմ բնավորության Արմեն ջան, իմ բնավորության բացասական կողմերից մեկը, բայց ինչ որտեղ նաև համաձայն եմ ես իր այդ 80-20%-ով եթե բաժանենք, ես կոտոշավոր բնավորությունը մարդուն դրթում է լինես քո խոսքի տերը։ Դու ասում ես ինչ-որ մի բան ու sense կոտոշները տնկած գնում ես, չէ՞, sense ժողովրդական խոսք է։ Իսկ այն մյուս առումով, որ ասում են բացասական է, այդ բացասական առումով ես նեղացնում եմ շատերին։ Թեկուզ փոխհարաբերության ընթացքում կոպիտասը մերվում ենք, բայց դա լինում է։ Խոյը նաև ազնիվ է ու իր խոսքը միշտ ուղիղ է լինում, շատ անգամ կարացավեցնող լինի, բայց ինքը չի սիրում ստել։ Նարկ, առաջարկում եմ արդեն ինֆորմացիան པարզա, թե ինչ որ ասեցը, առաջարկում եմ Շարիկը ում կտաս։ Եթե քեզ համապատասխաներ այդ ամբողջ ինֆորմացիան, ընտրի մի հատ Շարիկ ու տուր Էվային։ Եթե չէ համապատասխանում, ընտրի քո ուզած գույնի Շարիկը ու տուր ինձ։ Այսինքն այս 6-ից մի հատը պետքա տամ։
եթե համապատասխանում է, Այսինքն ինչ խոսացել ենք, այս ամբողջ ընթացքում մի հատ շարիկ պետք է տա։ Այո, որովհետեւ սա առաջի փուլն է, մենք ունենք դեռ մի քանի փուլեր, ամեն մի փուլի համար նախատեսված է մի գնդակ։ Միանշանակ առասպետացորը եւ այն պետք է տամ շարքը եւ դու կարող ես ընտրել որ գույնը, ես դա Քանի որ դու գրակի նշան ես վերցնում եմ հենց դեղին։ Okay, համաձայն եմ։ տղա ես նարս տենց որ Այո։ Իրականում հա, իր մեջ այդ էներգիաները շատ են, ու մենք հետո կանդրադառնանք դրան։ Արմեն, դու չես հավատում այդ ամենին, ինչ ես դու առաջ գալիս։ Վերջացնում ենք այս փուլը եւ անցնում ենք հաջորդ փուլին։ Հաջորդ փուլը սեր եւ կիրք։ Քո վեներան մոլորակը գտնվում է խոյ համաստեղության ներքո, ինչը սարքում է քեզ բավականին կրակոտ, կրքոտ, ուժեղ, երբեմն ծայրահեղ սիրո դրսևորումների մեջ։ Քո նման մարդիկ սիրահարվում են շատ արագ, շատ ուժեղ, բայց միևնույն ժամանակ կարող են շուտ հանգչել։ Քո մոտ կա սիրո որսացող էներգիա, այսինքն քո համար սերը դա նաև արկածա, այսինքն գալ ու հասնել բռնկվել, գնալ առաջ, բայց միևնույն ժամանակ դու չես սիրում մակերեսային զգացմունքներ։ Տեսեք, ես կարամ շատ շուտ սիրահարվեմ, ոնց որ դուք նշեցիք, շատ շուտ հանգեմ, հա, դա կախված է դիմացինի քայլերից։ Ես կա հարաբերություններում չեմ ներում 3 բան։ Ով ուզում է լինի այդ մարդը, եթե հիմա քանի որ խոսքը սիրո մասին է, այդ տեսանկյունից կխոսեմ, չեմ ներում երբեք սուտը, դա բոլոր հարաբերություններում, ընկերական թե լինի, թե հակառակ սերի հետ հարաբերություններում, չեմ ներում դավաճանությունը, սուտը ու թաքցնելը։ Այդ 3-ը իմ համար ամենագլխավոր պատճառն են, որ ես վերջ դնեմ հարաբերություններին։ Քո դիսիդենտը գտնվում է խեցգետնի մեջ, իսկ դա նշանակում է, որ սիրո մեջ դու դառնում ես շատ փափուկ ու դու շատ բացվում ես, դու դառնում ես շատ հոգատար ու քեզ համար դա շատ կարևոր է, որպեսզի այդ քո հոգատարությունը, որը որ դու դալիս ես դիմացինին, ինքը ճիշտ արժեքի հասնի, այսինքն գնահատվի դա ճիշտ ձևով։ Դա քեզ սարքում է փխրուն, այ որ դու քիչ առաջ ասիր, որ դու քո ներսում փխրուն ես։ Հենց սերն է բացում քո մեջ այդ փխրությունը, ու երևի թե դրանից ելնելով դու չես կարողանում ասնես այդ 3 տաբուների վրա, որոնք ուղիղ հարված են հենց այդ քո բացվելու վրա։ Իրականում ասեմ, ես նույնիսկ վախենում եմ այդ սիրահարվել կոչվածից, որովհետև եթե ես սիրահարվում եմ, ոնց որ դուք ասեցիք, ամբողջությամբ տրվում եմ, լինեմ հոգատար եւ այլն, ինչի համար եմ վախենում, որովհետեւ ինչ ես զգում եմ, ինչ փորձում եմ տալ իմ ներսի ամբողջ այդ դրականը եւ այլն, չես ստանում նույնը։ Ոչ թե չեմ ստանում, Արմեն ջան, այլ կոտրվելուց դու շատ անգամ շատ ավելի մանր կտորներ ես կոտրվում, որովհետեւ իմ կյանքում եղել են նմանատիպ դեպքեր, որ ես դիմացինից համար պատրաստ եմ եղել ամեն ինչի, բայց իդեպ ունեցել է 1600 ընկերուհի եւ դժվար է որոշում կայացնել։ Մոռացեք ինչ ասեց։ Այս փորձից հետո։ Հա, չէ, բայց քանի որ Արմենը մի քիչ հաշվարկներից լավ չի, ինքը մենակ լավ է հաշվում գումարը, այո։ Այնպես որ մենք Նարեկի հետ խոսացել ենք 1600 չէր, Արմեն ջան, 1709 է։ 1709։ Դու մի քիչ ուշացել ես, հա։ Ես գնամ այ։ Իհա, իրականում այդ որ բառից բուն ու իմաստով ես իրականում վախենում եմ այդ սիրահարվելուց, որովհետև կոտրվել ավելի ցավոտ է լինում։ Կիրքը իմ համար անցնում է սիրո level-ը, ինչի համար եմ ասում, որովհետև սեր կոչվածին ես այնքան էլ չեմ հավատում։ Հա, էջա եղել եմ սիրահարված, եղել է որ ինչ-որ մեկի համար պատրաստ եմ եղել ամեն ինչի ու հնարավորինս իմ հնարավորության սահմաններում մի բան էլ ավել պայքարել որ անեմ դիմացինիս համար ամեն ինչ, որտեղ ես իրան սիրում եմ։ Դա գալիս է նրանից, որ Նարեկի Յուպիտեր մոլորակը գտնվում է երկնքում։ Ոչ, բացի նրանից, որ գտնվում է երկնքում, գտնվում է կարիճում նրա համար։ Սերը միայն զգացմունք չի։ Սերը դա գործընթացը, որը վերափոխում է մարդուն ու մարդու կյանքը։ Դրա համար ինքը լինելով շատ բռնկուն, շատ շուտ սիրահարվող, ինքը փնտրում է խորություն։ Մակերեսային որևիցե հարաբերություն իրան երկար չի պահում։ Ինքը միանգամից ոնց բոցավառում է, տենց էլ կարա հանգչի։
զերծ է մնում ռիսկերից, որը որ մենք ամենասկզբում խոսում ենք, դրա համար ես փորձում եմ հարաբերություններում նույնիսկ պահել բալանսը, չանցնեմ չափս, բայց նաև չլինեմ Այսինքն հերուն ես տեսնում։ Հա, ես ու եթե հասկանում ես ապագա չկա, կասեցնում ես այդ հարաբերությունները։ Ոչ թե կասեցնում եմ հարաբերությունը, ես պետքա դիմացինից զգամ գոնե 1% ուշադրություն, որ ես հասկանամ ինքը հետաքրքրված է ինձանով։ Թեկուզ ես յանով հետաքրքրված եմ 90%, ինքը 0.5, ես կշարունակեմ իմ քայլերը։ Եթե չէ, օրինակ իմ ընկերներից մեկը ինքը 3 անգամ մերժել է իր նշանածին, 4-րդ անգամ այդ տղեն էլ իրեն առաջարկություններ են, 4-ը ընդունել է համոստության առաջարկը, մյուս ամիս իր հարսանիքն է։ Ուրեմն ես այդ տղու ինքնավստահությունից եմ ուզում։ Անկեղծ, ես 3 անգամ մերժվեմ, 4-րդ անգամ նորից գնամ առաջարկություն անեմ, հաստատ չէ։ Ես ասեմ ավելին 2 անգամ էլ չի անի։ Առաջինը եթե մերժես, մտածում ես լավ աղջիկ է, ինչ-որ sense պրետենզիաներ ունի եւ այլ, երկրորդ անգամ էլ ինչ-որ միտեղ, երրորդը անհնար է, որ ես երրորդ անգամ անեմ։ Բայց երկրորդ անգամ կանեի։ Այդ ինչքան պետք է ես իմիջ լինի, որ անեմ։ Դա եղել է պատճառ, որ Նարեկը ունեցել է 1720 Արի մեզ դիտող բոլոր Ես մեծ առաջարկ ունեմ, ասենք, որ Համաձայն եմ։ նրանք կարող են հավակնել 1710-րդ տեղին, բայց մի մոռացեք, որ առաջի անգամ առաջարկ ստանալուց հետո մերժում եք, սպասում եք երկրորդ առաջարկ։ Ես մեծ առաջարկ ունեմ։ Նախընտրում եմ գումար։ Քանի որ Նարեկը ավելի շատ ինֆորմացիա տվեց իր մասին, քան աստղերը։ Ես բացահայտում եմ հենց հիմայից, անկեղծ։ Նարեկը որոշում կայացնի, սեր եւ գիրք ավելի շատ աստղերը ասեցին քո մասին ճիշտ, թե դու բարձաբանեցիր այդ ամեն ինչը մեր հերոստատիտողի համար ու ըստ դրա ընտրենք Շարիկը տալիս ենք աստղերին, թե ուղղակի դնում ենք այստեղ։ Արմեն ջան, Էվա ջան, ես այս թեմայի շուրջ ոչ մեկի հետ չեմ խոսացել։ Ու ոչ թե չեմ խոսացել, առիթ չի եղել, հա, հիմա որոնց խոսում ենք, ես ցենց ազատ բացվել եմ։ Բերեցին այդ առիթը։ Հա։ Թվերը բերեցին այդ առիթը։ Հնարավորություն տվեցին։ Հնարավորություն Չէ, տվեցին, որ ինքը բացվի ու խոսի դրա մասին։ Մեզ տա Բայց այդ եթե ինֆորմացիան։ արձագանք չգտներ, այս ինֆորմացիան Համենայն ինֆորմացիան, ժողովուրդ, որ Նարեկը Տեսեք, այդ սա- բային ազատ է եւ քաստինգը տեղի կունենա։ Բայց վաճառվում է, հա։ Ինֆորմացիան կդնենք կայքում կոմենտի տեսքով։ Արդեն գնամ ես, հա։ Գնայեք, նկար ուղարկեք, խնդրում եմ անպայման կոմենտների տակ։ Նա քանի որ ասես շատ կրակոտերը կարմիրը տամ ես այս անգամ ձեզ, շոտ Կարմիր գնդակը Բոցավառ էր, էլի, բոցավառ, բոցաշունչ, Այո։ բոցա էլի դժվար դասավորող նման բառեր, այո։ Եվ այսքանով ավարտենք նաև այս փուլը, կանցնենք հաջորդ փուլին։ Ոնց որ ասում են «Настар внимание марш», հիմա խոսում ենք ֆինանսական կոդից եւ կարիերայից։ Շատ հետաքրքիր է։ Իմ համար էլ։ Քո կարիերան նախ կապված է հասարակական ակտիվության հետ։ Դու կարող ես անդադար աշխատել։ Մենակ թե հասնես քո լիարժեք անկախությանը։ Քո համար ֆինանսները դրանք ոչ միայն պարզապես դու ուզում ես դրանք ունենալ, դու ուզում ես հասնել առավելագույնին։ Շատ ուժեղ կամքի ուժ ունես, հատկապես այն ոլորտներում, որտեղ պետք է փնտրել, բացահայտել, հետազոտել, լուծել բարդ խնդիրներ։ Քո ուժը խորանալու, չվախենալու մութ թեմաներից եւ ճշմարտությունը գտնելու մեջ է։ Սա 50-50 կասեմ, ինչի համար, որովհետև ես արձակուրդ երբեք չեմ վերցնում մի ամիս, ինչքան որ ինձ հասնում է։ Ես արձակուրդը վերցնում եմ մաս-մաս։ Ինչի համար, որովհետև եթե ես մի շաբաթ վերցնում եմ արձակուրդ, այդ առիթա որ դու շփվես ընտանիքիդ հետ, ընկերներիդ հետ, ինչ-որ մի տեղ գնաք, ինչ-որ ժամանակ անցկացնես, որը բավական չի հանգստի համար։ բավական չի, բայց ես չեմ էլ կարա երկար։ Ինչի համար, որովհետև ես սկսում եմ ձանձրանալ։ Ես սովոր եմ, որ պետքա ես աշխատանքի լինեմ։ Դե ես հերոստատեսության աշխատող եմ։ Իմը ֆիզիկական նագրուսկա ոնց է հայերեն, ծանրաբեռնվածություն չի։ Իմը զուտ ուղեղի աչքերի լարվածություն է, հա, բայց նույնքան հոգնում եմ, որքան կարող է ինչ-որ ֆիզիկական ծանր մեշոպներ գրել։ Իսկ դու քո տեսակով ո՞րն ես ընտրում, այսինքն կարիերան ես ընտրում, թե հիմնականում ֆինանսական շատ գումար լինի, օրինակ այս աշխատանքի դեպքում, թե ուզում ես ավելի շատ կարիերա կամ տես նմանատիպ ինչ-որ բան։ Հարցը շատ լավն էր, որովհետև ես միջև վերջին ժամանակահատվածը իմ համար կարևոր էր կարիերան։ Բայց քանի որ հիմա դժվար ժամանակներում ենք ապրում, ու բոլորս ունենք գումարի կարիք, հիմա ես այդ կարիերա կոչվածը մղել եմ երկրորդ պլան, ինչքան է որ ես չէի ուզենա, որ ինքը տենց լիներ։ Հիմա ես աշխատում եմ գումար։ Ես երբեք չեմ աշխատել ու չեմ աշխատի միտեղ, որտեղ որ ֆիքսված չի իմ աշխատավարձը։ Որովհետև
կան չէ աշխատանքի տեղի, ես եղել եմ գնացել եմ աշխատանքի համար, զրուցել եմ տնօրենի հետ ու ասել է Փորձնական շրջան։ Չէ, զուտ հենց առաջին հանդիպման ժամանակ թեկուզ ասել եմ, օքեյ, ձեր գրաֆիկը, պայմանները ասեք։ Քանի որ ես հասկացա ինչ պետք է անեմ, իմ համար աշխատանքը օքեյ է, ես կարամ դա անեմ։ Ինձ ասեք ձեր գրաֆիկն ու գումարը։ Ինձ ասել են գրաֆիկը էլի ձեռք հատվել, նայել եմ, հա, այս ինչ ժամը, այս ինչ ժամը, օքեյ է։ Բայց ֆինանս ասում է, գիտես ինչ կա, ես քեզ կտամ ֆիքսված օրինակ 60,000 դրամ, բայց մածը տոկոսներով է, այսինքն քո աշխատավարձը բայց մի 350-400,000 կլինի։ Ահա։ Ես չեմ թեկուզ ինքը լինի 1 միլիոն էլ միջև հասնի, 1 միլիոն, ես չեմ աշխատի։ Ու ասենց ասեմ, եթե ես օրինակ այսօր իմ ստացել իմ աշխատավարձը, չէ, այդ բայից սկսած իմ ուղեղում արդեն հաշվարկման մյուս ամսվա իմ ծախսերը։ Ես այս գումարը դեռ չեմ ծախսել, հենց նոր ստացել եմ։ Պլանավորում ես նույնիսկ ծախսը։ Բնականաբար, որովհետև ես գիտեմ, այսօր եմ ստացել չէ աշխատավարձը, բայց մյուս ամսվա աշխատավարձի հետ կապված իմ պլանները գծում եմ ես արդեն։ Որովհետև ես գիտեմ, ստանում եմ կլորի կամ ֆիքսված այսքան գումար, ես դա պետք է պլանավորեմ ու ծախսեմ այն ձև, որ ես կարողանամ չնեղվեմ sense կոպիտ ասած ոչ մի բանից։ Ես անեմ իմ վճարումները, ես անեմ իմ բաց թողումները, որոնք որ պետքա գնեմ, տան ծախսա, մեքենայի ծախսա, ընկերների հետ ժամանակ անցկացնելու ծախսա, ընտանիքի հետ ինչ-որ տեղ գնալու ծախսա եւ այլն հագուստ պետքա առ, այսինքն այս ամեն ինչը իմ մոտ միշտ պլանավորած է։ Ու իմ մոտ միշտ խախտում է թե իմ գրաֆիկից դուրս ինչ-որ հավելյալ ծախս է առաջանում ամսվա ընթացքում, ես ինձ պետքա 3-ից 4 ամիս, որ ես գամ նորից բալանսի։ Ու այդ 4 ամսվա ընթացքում ես անդադ այս փշերի վրա եմ, որ ես բալանսից ընկել եմ։ Ու դա ինձ շատ է խանգարում։ Ես առաջարկում եմ որոշում կայացնես ու շարիկներից մեկը 10 Էվային։ Չէ, ես այս անգամ Արմեն ջան դու իմ կողմից, ավելի ոչ թե իմ կողմից, ես եմ քո կողմից, որովհետև ավելի շատ Կանաչը։ որ գույն է, չասեցի լավ։ Դոլարի գույնն է։ Արի հերո դնեմ ինձնից, որ սենց էլի։ Բալանսը պահ։ Հա, ինձ մոտիկ դոլարը Կանաչ գնդակը գնաց Արմենին եւ այսքանով մենք ավարտում ենք այս փուլը եւ անցնում ենք հաջորդ փուլին։ Ժողովուրդ, հաջորդ փուլ։ Հաջորդ փուլ գնացինք հաջորդ փուլ։ Ուրեմն, քո Լիլիթը գտնվում է նորից Ով Լիլիթը։ Լիլիթ մոլորակը, որը Մոլորակը, ես ասեմ Լիլիթի մասի որտեղ նոթա նորա։ երկրի մոլորակից ամենահեռու գտնվող մոլորակն է եւ գտնվում է Կաստինգը անեմ նախ։ Խոյ համաստեղության մեջ, Արմեն։ Հա, խոսում եմ։ Լիլիթը գտնվում է Խոյ համաստեղության մեջ։ Ես գիտում նա։ Դա ուժեղ երբեմն կործանարար էներգիա է։ Լիլիթ Իսկան դեպիցիններ կոներսում վախեր։ Օրինակ Դե իրականում դա մի քիչ Թե մարդը որ ասեց սկսեցիր վախենալ։ Արդեն վախենում եմ։ Ես նույնիսկ չեմ ուզում լսեմ շարունակությունը ինչա կարդո թե վախաներ շնչում, բայց քանի որ հաղորդման ֆորմատը այնպեսին է որ պետք է ստիպած լսեմ ու վախենամ, վախեցած լսում եմ։ Չէ, այս մեկը ստիպած, նախորդը հրաշալի է, այս մեկը մի քիչ արդեն Սա բավականին կործանարար էներգիա է եւ քեզ բերում է դեպի իմպուլսիվություն եւ շատ անգամ նաեւ ագրեսիայի դրսևորումների։ Ես բոլորս ենք նոր լսում Լիլիթ մոլորակը ընդհանրապես խոսում է մարդու ներքին վախերի, իր մութ կողմերի մասին։ Հիմա քո մութ կողմերից են այդ իմպուլսիվությունը, համակարգները, հին համակարգը կոտրելու ցանկությունը, ագրեսիվ վայելաձևը երբեմն դա քո ստվերային տարբերակն է։ Բնականաբար ստվերային տարբերակին հասնելու համար պիտի նպաստող պայմաններ լինեն։ Միգուցե այդ նպաստող պայմանները չեն եղել դեռ քո կյանքում։ Ես շատ խոսամ, որ Արմենին թույլ չտան, որ ինքը խոսի, որ այս գնդակներից հերթականը Այդ մի հատ գնդակ տամ ես հարցանցնենք, որովհետև Եվ երևի այդ ժամանակ Մարսը մտավ ձուկ համաստեղության մեջ, որը խոսում է այն մասին, որ շատ անգամ դու կարող ես գործողությունները ոչ ուղիղ ձևով անես, այլ այսպես շրջանցելով ամեն ինչն եմ տենց լողալով հա չեմ միգուցե շատ նուրբ նույնիսկ գաղտնի ճանապարհներով որպեսզի հասնես քո նպատակին ուղիղ գնալը իրականում ամենակարճ տարբերակն է բայց ուղիղ գնալը չէ ոչ դժվարություններ եմ սիրում սա փորձությունն սա ավելի շուտ դժվարությունների մասին սկզբում մենք որ ասեցինք ավելի շրջանցելով չէ մի քանի քայլ առաջ մտածելու բանն է այստեղ այդ աշխատում որովհետև ուղիղ գնալով դու կարաս քո նպատակակետին հասնես ավելի շուտ բայց շատ ռիսկային քայլերի գնաս Իսկ բոլոր ճանապարհներով երբ որ գնում ես, այդ ժամանակ դու հնարավորություն ես ստանում մի քանի քայլ առաջ նայելու։ Իսկ վախի գործոնը կապ ունի այդտեղ թե դա Դե բնականաբար, որտեվ եթե վախի գործոնը չլինի, դու չես վախենա ռիսկից։ Ու չես վախենա ինչ-որ մի բան կորցնելուց։ Լավ, իսկ եթե ես խոսեմ քո բացասական կողմերի մասին,
Լիլիթը դրա մասին էլ է, էլի մեզ թույլ տալիս Լիլիթի չեմ ճանաչում, բայց շատ բան է իմ մասին խորհուրդ տալիս արդեն։ Քո մեջ կա բացասական քո բնավորության մեջ կա քննադատություն, ինչպես քո, այնպես էլ ուրիշների նկատմամբ, կոշտություն, երբեմն դու մտածում ես, որ ամեն ինչը պիտի ճիշտ լինի, ոչ մի բանը իրավունք չունի չլինելու, այնց դու գծել ես, դու տեսել ես այդ իդեալականը, այդ իդեալականին համապատասխան պիտի լինի։ Դու քո ներքին դատավորն ես ինքդ քո։ Այս ամեն ինչը ոչ թե դու կիրառում ես դիմացինի նկատմամբ, նախ դու քո հանդեպ ես կիրառում, հետո դիմացինի նկատմամբ։ Դա ես համարում եմ, որ իմ բացասական կողմերից մեկն է։ Ես կարամ քննադատեմ շատ դեպքերում, ես խոստովանում եմ, տեսախցիկների առաջ, ձեր առաջ, խոստովանում եմ, որ եղել է քննադատություններ նույնիսկ անտեղին, ոչ հիմնավորված։ Ու դա չի վերաբերվում հենց կամ ինձ կամ իմ ընկերներին, կարող է լինի ինչ-որ երրորդ կողմի մասին խոսենք, երրորդ կողմի եղել է քննադատություն, այսինքն առանց վերլուծելու, արդյոք ես այդ հարցում իրավացի եմ, թե չէ։ Բայց այն գործոնն էլի մոտ չի աշխատում, որ եթե սկսել եմ քննադատել, միջև վերջ պետքա գնամ։ Չէ, ինչ-որ մի հատ փուլի կարող է հասկանամ, որ դե չէ, всё-таки սխալ եմ ես, բայց չեմ սիրում գլուխս կախել։ Այսինքն ես չեմ ասի, վայ, քննադատել եմ, ներողություն եմ խնդրում։ Ուղղակի կդադարեմ խոսել դրա մասին։ Հիմա ասում եմ քո գաղտնի կողմը, որը կապված է քո սիրո հետ։ Բախնում կարող է դադարեցնել։ Մարսը ձկներում խոսում է նրա մասին, որ դու կարող ես ունենալ գաղտնի կապեր, որոնց մասին ոչ ոք տեղյակ չի լինի։ Հիմա ճիշտ է դրա մասին խոսա։ Արդեն ուշադիր կանգնել է։ Դե, այդ հարցը Կորճիկով դրա մասին խոսալը ուղղակի մի քիչ վտանգավոր է իմ առողջության համար։ 1709-ից հետո։ Չէ, այդ 1900 Մենք քանի որ խոսեցինք այդ 1920 աղջիկների մասին։ Չէ, իրանք օրինական Աճ գրանցեց առաջի փուլից մինչև արդեն աճ գրանցեց իր իրանք ագին։ կապված ոչ մի խնդիր չկա, դա ամեն ինչը եղել օրինական ճանապարհով։ Օրինական ճանապարհով 1720-ը եղել են օրինական։ Դե լավ, թիվը շատ է չափազանցնում, բայց ինչևից է։ Դրանք եղել են օրինական ճանապարհով, այսինքն բոլորի աչքի առաջ, ոչ մեկից չեմ թաքցրել, ոչ մեկին իրանք ինձ չեն թաքցրել ոչ մեկից եւ այլն, այսինքն եղել ամեն ինչ ոնց որ բոլոր նորմալ մարդկանց մոտ։ Իսկ այն գաղտնի կապերի մասին իրականում կարծում խոսելը մի քիչ իմ կյանքի համար վտանգավոր է, որտեղ դրա մասին խոսեմ, կստացվի նախ գաղտնիք չի ու շատ մարդիկ կնեղանան ինձանից ուղղակի։ Շատ վտանգավոր հարց է։ Ես համաձայն եմ քեզ հետ նար։ Այս բոլորը քեզ։ Դա ճիշտ է։ Մենակ թե փակենք այս Անկեղծ շատ վտանգավոր է սա Պետք է մասին խոսալը, որովհետև բնականաբար բոլորս մեր կյանքում ունենք գաղտնիքներ, բայց գաղտնիքներն էլ ձև կա, չէ՞, օրինակ եթե մենք հիմա ունենք կապերի հետ կապված գաղտնիքներ ու դրա մասին խոսալը, դա իրականում շատ ռիսկային է ու շատ վտանգավոր։ Նայ, Լիլիթի գոյությունը մեր կյանքում խոսում է ներքին վախերի, նաև գաղտնիքների մեր մութ կողմի մասին, բայց դու կարող ես քո կյանքը ապրել այնպես, որ դա չարտահայտվի։ Հասկանում ես, ինքը տենց մեծ ազդեցություն չի ունենում մեր կյանքի վրա։ Իմ այդ տեսակ գաղտնիքները շատ հավատացեք շատ մեծ ազդեցություն ունենում իմ վրա, դրա համար ես դրանց մասին ընդհանրապես չեմ խոսում, նույնիսկ իմ մտքում։ Ես մտքում։ պատկերացնում եմ մեր հոգեկան վիճակի վրա ազդեցություն կունենան Արեգի գաղտնիքները։ Ու ոչ միայն հոգեկան չլսել այդ ամենը։ Նաև կզգաս դու քո ֆիզիկական մարմնի վրա, որովհետև Եկեք այս փուլը այսքանով ավարտելով, հա։ Շատ շնորհակալ կլինեմ ձեզ։ Հիմա դու կայացրու որոշումը, թե ում մոտ է Օ, գնում։ շատ դժվար է, որովհետև Արմենները իմ կողմից շատ լավ խոսում, դուք էլ Էվա ջան, բայց քանի որ ես այս գաղտնիքներից ոնց որ ջրիչոր եմ դուրս գալիս, եկեք ես բյուրեղի գնդիկը ես տամ ձեզ, էլի։ Մաքուր, սպիտակ, պարզ ու մաքուր։ Մաքուր երկու անգամ կրկնվեց, ինչևից է։ Կարևորը մաքուր է։ Կարևորը եւս մեկ անգամ մաքուր, երրորդ անգամը չեմ վերջ։ Ես Այսքանով ավարտում ենք այս փուլը եւ անցնում ենք մեկ այլ փուլի, որի ժամանակ ես, որի ժամանակ ես կխոսեմ քո անվան եւ ազգանունի հետ կապված թվաբանական հաշվարկի մասին, թե ինչ է իր մեջ կրում քո անունն ու ազգանունը։ Շատ հետաքրքիր է։ Իսկ դու քո անուն-ազգանունը նայել ես, նար ինչ է նշանակում։ Իմ ազգանունը Անկեղծ Տեմիր ջան, ես այդքան տենց հետ չեմ գնացել։ Հա, իրական չեմ էլ փորձել իմանալ։ Դու առաջինն ես։ Անկեղծ։ Չէ, առաջինը չեմ։ Առաջինը չեմ, բայց իրականում կարող է շատերի համար զարմանալու թվա, մի քիչ տարօրինակ, բայց ոնց հետաքրքիր չի եղել։ Ու այդքան չեմ խորացել, ինքը քանի սերունդ առաջ է եղել այդ ազգանունը։ Քիչ ես օգտագործում, շատ անունը ես օգտագործում։ Դե ընդհանրապես դիմերուց անունն է շատ տալիս։ Իսկ ինչ վերաբերում է անունին, բոլորս է գիտենք, որ Իսկ պարոն Դեմիրճան,
Դա արդեն բանակային տարիներից անցանք։ Իսկ անունի հետ կապված Սուրբ անուն, Նարեկացի եւ այլն այդքան Բացի դա անունը իր մեջ կրում է 3-րդ թվի էներգիան, որը իրանից ներկայացնում է ստեղծագործող, արտահայտող խոսք, մտածողություն, արտահայտվելու կարիք եւ ստեղծագործական միտք։ Ազգանունը Դեմիրճյան պատկանում է 4 թվի էներգիային։ 4 թիվը ինքը պահանջում է կարգ, կանոն, կայունություն, վերահսկում։ Դրանց երկուսի համադրությունը, եթե գումարում ենք 3-ը 4-ին, ստանում ենք 7։ 7-ը դա խորքային մարդու, որոնող մարդու էներգիա է։ Այդ ամեն ինչը քեզ տալիս է մի հատ հետաքրքիր կոմբինացիա, որը արտահայտում է կառուցում, ներսի աշխարհ եւ արտահայտչամիջոց, բավականին հետաքրքիր։ Այդ դեպքում կարող եք ինձ ասել սիրած թվերը։ Երկու սիրած թիվ ունեմ, որոնք են կարող եք դուք։ Մեկը 3, Մյուսը 7։ Ես բան չունեմ։ 3-7 3-7։ Քանի որ խոսացինք, չէ, սպասի։ Տուր Չէ, տալու եմ վերջում, բայց հիմա չէ, սպասի։ Շարիկը բայց Չէ, շարիկ եմ տալու։ Մի խոսքով շարիկ եմ տալու, հերու դնեմ իրարից։ Քանի որ խոսացինք ստեղծագործական միտք եւ այլ, ամեն ինչ շատ երկար ժամանակավոր ճանաչում է։ Մենք իրար հետ ինչքան ժամանակ ճանաչում ենք։ Դրա համար են իրանք ֆինանսների հետ կապված այդ խոսակցության մեջ այդպես լեզու գտել։ Մենք 10 տարի կրկին ճանաչում ենք։ Ինձ թվում է այս հարցի գոնե կեսին պարտավոր է պատասխանի Արմենը։ Որտեւ ինքն շատ լավ է ճանաչում։ Ինքը իմ հետ ոչ միայն ընկեր է, այլ ինքը իմ հետ եւ գործընկեր է, եւ ընկեր է, եւ ստեղծագործական, եւ մնացած բոլոր առումներով ինքը ինձ ճանաչում է։ Կրկնի հերթով ասեմ։ Հետաքրքիր է ինձ, ուղղակի կողքից Կրկնի հերթով ասեմ։ Կարգ, կայունություն, վերահսկողություն, Կարգ, կայունություն այդ առումով Նարեկին համապատասխանում, ինքը սիրում է կայուն կյանք, այդ առումով օքեյ, համաձայն եմ, որ Նարեկին համապատասխանում է այդ։ Անկես իսկ պատասխանը։ որ շատ ամտածում, շատ կարող է շատ խորքային զգա, Շատ է մտածում, երևի շատ է խոսում, այդ իր էներգիայի շատ լինելուց է։ այդ իր ներքին հակասությունն է, որ ինքը ուզում է շատ խոսել։ Շատ է մտածում, նայած ինչի մասին է խոսքը։ Այսինքն կարող լինի ինչ-որ մի հատ բան, որի մասին ինքը որ շատ մտածի ու նոր որոշում կայացնի, բայց կարող լինի բան, որ ինքը ուղղակի ասի, օքեյ, ասենք զանգեմ, ասեմ նար գնանք Կիրակի օրը Ստեփանավան, ասի, միանգամից գնանք Ստեփանավան, այսինքն միանգամից որոշում կայացնի, բայց կարող է մեծ բան ասես, որ ինքը պետք է մտածի դրա մասին, ու ինքը լավ խորքային մտածի, ու հասկանա, դա իրան պետք է թե չէ։ Այս անգամ պիտի գնդակը գնա Արմենին, Ինձ էլ ասում որ պետք է գնդակը գնա Արմենին, որտեվ ինձ նաև հետաքրքիր էր թե կողքից ինձ ոնց են ընկալում, որտեվ մենք այսքան ժամանակ առիթ չենք ունեցել, չէ՞ Արմեն ջան։ Առիթ չենք ունեցել խոսենք սրա մասին, թե ինքը ինձ կողքից ամեն ինչի վերաբերյալ, բայց Նարեկը խելացի տղա է, ու հաստատ որոշումները մտածելով է կայացնում էլի։ Այս գնդակը տալու բանը հիմա դրա համար ասում, բայց ինչևից է։ Չէ, իրականում ես համաձայն եմ։ Տալի գնդակը ընդհանրապես կապ չունի ժողովուրդ։ Կապ չունի իր 1720 ընկերուիները, 1920 Կապերս հարցի հետ։ Երևի թե ուզում է թվականը իր ծննդյան հիշի չի Բանը կարող։ նախանց չի լինի Արմեն ջան։ Չի կարելի էլի։ Ամոթները լավ բան, սուս մնա, քեզ լինի, բոլորը քեզ։ Այսքանով ավարտում ենք նաև այս փուլը եւ անցնում ենք վերջի փուլին, թե դու ում հետ ես ավելի համահունչ քո կյանքում։ Համատեղելիությունը Նարեկի։ Քանի որ դու գրակի նշանի ներկայացուցիչ ես, խո ես, քեզ մոտ շատ լավ հարաբերություններ են այդ աղեղնավորի եւ արյուծի հետ, որովհետեւ նրանք նույնպես գրակի նշանների ներկայացուցիչներ են։ Նաեւ քեզ մոտ շատ լավ հարաբերություններ են օդի նշանի ներկայացուցիչների հետ, դրանք են ջրհոսները, երկվորյակները եւ կշերքները։ Դու իրանց հետ ավելի շատ կարող ես ընկերություն անել ու ավելի թեթև է անցնում քո իրանց հետ շփումը, որովհետեւ չկա այն գրակի նշանի։ Իսկ երբևիցե ստուգել ես, խոսել ես, սպասում եմ հարցավարտներ, որ ասեի, օրինակ ջրհոս
սա համատեղել է թե չէ։ Ես սպասում եմ ուղղակի հարցը ավարտել ասեմ, որտեղ շատ ասելիք ունեմ, ես լծվել է արդեն, էլ ուզում ասեմ, պետք է ասեմ ես։ Ես քեզ իմանալով կտրեցի դուք շարունակեք ես կասեմ։ Ջրի նշանի հետ այդքան էլ լավ չեն քո հարաբերությունները, այսինքն դրանք ձկներն են, խեցգետիներն են եւ կարիճներն են, որովհետեւ ջրի հոսքը այլ կերպ ընթանում, կրակի հոսքը այլ կերպ ընթանում, իրանք մի քիչ այդքան, չնայած երկուսներ զգացմունքային առումով կարող են իրար լրացնել կամ հասկանալ, բայց մնացած հարցերում դժվար է։ Հողի նշանի ներկայացուցիչները մի քիչ քեզ ոնց որ բան են անում, հանգեցնում են, բայց կա նաև sense մի բան։ Քանի որ քո լուսինը գտնվում է այծեղ ջուրի մեջ, իսկ այծեղ ջուրը նաև հող է, ոչ թե նաև հող է, հողի նշան է, դու կարաս այծեղ ջուրների հետ լեզու գտնես։ Տեսեք, խոյերի հետ, ես ինքս լինելով խոյ, խոյերը ունեն sense կողմ, իրանք սիրում են, որ իրանք խոսքը պետք է լինի վերջինը, չորկող են, կոտոշավոր են եւ այլն։ Խոյ աղջիկների հետ շփումը անկեղծ չի տպավորվել, ով է եղել խոյում հետ դա ասած ասած մինուս պլյուս տվել, սկայս տվել, բայց տղամարդ խոյերի հետ իմ շփումը ոնց որ չստացվի։ Որովհետև երկուսը կոտոշավոր են։ Երկուսս էլ իրար դեմ են գնում ու մի խոսքով խոյերը չի ստացվում։ Երկվորյակների հետ կապած աղջիկ երկվորյակները իմը չեն այս աշխարհում։ Այն որ դուք ասիք հնարավոր է լինի, բայց չէ, հնարավոր չի։ Քանի հոգու ճանաչում եմ երկվորյակ աղջիկ անտանելի են։ Հիմա թող մեզ ներեն բոլոր երկվորյակ աղջիկները։ Շատ երկվորյակ։ Ես լծվել եմ երկվորյակներից, ես պետք է հա։ Արտահայտվել։ Անկեղծ երկվորյակները անտանելի են։ Հակառակ սեռը իմ համար անտանելի են։ Ես ում հետ որ շփվել եմ, ում որ ճանաչել եմ, այս իմանում երկվորյակը միանգամից խաչ ես քաշում վրան։ Ես ասեմ բարև ձեզ Լիլիթ է, չէ՞, Լիլիթ դուք երկվորյակ եք, միակայք X-ը քաշում եմ ուղարկում, չէ։ Անկեղծ տղա երկվորյակները չեմ կարող ասեմ, որտեղ այդպես չի ֆիքսում տղաների շփման մեջ օրինակ չկա, կյանքում չի դարքի Արմենը հորոսկոպով ինչ է օրինակ, բայց աղջիկներ այլ հետաքրքիր չի։ Բայց ջրհոս։ Հա, որտեղ մեր շփման մեջ չեմ նկատի ինչ որ տես մի բան իրար չհասկանամ։ Ինքը օդի նշան է, դու կրակի նշան ես։ Հա, բայց այդ դեպքում տեսեք, դուք ասացիք որ երկվորյակները դες պետքա որ լավ լինեն, չէ՞։ Միգուցե տղամարդկանց հետ լավ լինեն, բայց իգական սեռի հետ ահավոր է։ Դրա համար ես ասացի երկորյակը կարա պրոստը շփվես հետ, թե արդեն ավտոմատ էներգիա։ Չէ, կարամ ուղղակի շփվեմ, եթե մեր հարաբերությունները պետքա լինի այն ընկերուհի վիճակ, դա անտանելի է։ Դրա համար ես ասացի, որ օդի նշանի հետ քեզ մոտ ընկերական հարաբերություններ են։ Բայց այլ եմ ասում, տղամարդկանց, տղաների հետ շրջապատում, այսինքն այնը որ մենակ տղերք են, հետաքրքիր չի եղել երբեք ով ինչ համաստեղության նշանի տակ։ Լավ, անցնենք համաստեղության նշաններից դեպի թվաբանությունը, դեպի թվերը։ Քանի որ դու 8-րդ թվի էներգիայի տակ ես ծնված, քեզ հետ շատ լավ հարաբերությունների մեջ կարա լինի 7-ը եւ 1-ը։ Խառնեցի 7-ը որն էր, 1-ը որն էր, բայց առաջի եւ 7-րդ էներգիայի տակ ծնված մարդիկ։ Այսինքն այդ օրվա ծնվածների մասն է խոսքը։ Այո։ Հա։ Դե մալ հիշի ով ամսիկանեսներ ծնվողի է։ Մենք այդքան ժամանակ չունենք 1720։ Չէ, 1720 չուզում հասկանամ ուղղակի, այստեղ խնդիրը թիվն է, թե խնդիրը համաստեղությունն է։ Խնդիրը երկուսի Խնդիրի մեջ է։ Խնդիրը մեր ներսում է։ Խնդիրը ուղիղ ասեք չեմ եղել, ասա խնդիրը քո մեջ է, ես իմանամ իմ մեջ է, իմանամ ինչ եմ։ Խնդիրը իրականում կարա քո մեջ լինի, որովհետև դու 8 ես, իսկ 8-ը ինքը ամեն ինչ կոնտրոլի տակ պահող։ Վերաբերում չի, չէ։ Չէ։ Նորացած 7-ը։ Սիրում ես ոչ, ինքը 8 է։ Ում որ ես ասած հասցրել եմ շատ սիրել, եմ ասում ինչը ինն է, ես կյանքում ոչ մեկի չեմ տա դա։ Ամեն գնով ես իրան կպահեմ։ Դա այդ ձեր ասած այդ որ sense բռնապետի ինչ-որ sense այդ բառը չեմ սիրում, բայց վերագրում եմ հիմա ինձ ինչևից է։ Բայց միևնույն ժամանակ դու ինքդ չես սիրում կոնտրոլ։ Հա, ես չեմ սիրում իմ վրա կոնտրոլ։ Եկեք հասկանանք քեզ ինչքանով էր համապատասխանես ամեն ինչը։ Ահա։ Ու Շարիկը ընտրի թե ում ես տալի Էվային, թե դնում ես այստեղ։ Քանի որ երկուսն էլ ճիշտ էիք Արմեն ջան, Էվա ջան։ Պահում ես քեզ Շարիկ։ Ես տուն կտանեմ։ Չէ, իրականում տեսեք, երկուսից էլ համաձայն ու համամիտ եմ, կարելի ասել 50-50, որտեղ երկուսից շատ ճիշտ բաներ ասեցիք, դուք ձեր տեսանկյունից, Արմենը իր ռեալիստական տեսանկյունից, ու քանի որ
երկուսը շատ հարգում ու սիրում եմ ու չեմ ուզում կռիվ լինի, ես չնեղանաս ինձանից։ Ուզում եմ որ սենց լինի ոչ ոքի, Արմեն երկող բերել է։ Լինի ոչ ոքի, որ ոչ մեկը չնեղանանք, հաղորդումը բարի նոտե վրա ավարտենք, էլի։ Դուրս չեկավ իր դերից, ինքը շարունակեց այդ կոնֆլիկտը շտկողի դերում մնաց։ Այստեղ բոլորս զգացինք Նարեկի ինգերությունը։ Հաղորդումը որ ավարտվեց, երկները քեզ տալու է, չի ինձ ամենա։ Նարեկ ջան, իրական շատ հետաքրքիր էր։ Հո էներգիան այնքան լիքներ ու այնքան պայծառ էր, որ ես նորից sense ոգևորվել եմ, մոռացել եմ ժամը քանիսն է, մոռացել եմ, որ կարողա հոգնած եմ։ Շատ մերսի քեզ, որ դու այդքան անկեղծ ես, այդքան վառ մարդ ես։ Ձեզ եմ շնորհակալ, ձեզ երկուսիդ նման հետաքրքիր բազմաբովանդակ զրույցի համար, իսկապես ես ձեր շնորհիվ բացահայտեցի նաև ինձ ու առիթ ունեցա խոսել իմ կյանքում նենց բաների մասին, որոնց մասին ես կիսով չափ մտածել էի, բայց ոչ բարձրաձայնել, ինքնաճանաչման հետ կապված նաև ինքնախոստովանություն եղավ դաժե այս հաղորդման ընթացքում։ Մի խոսքով ձեզ եմ շնորհակալ երկուսիդ ինձ հրավիրելու ու այս հաճելի ժամանակը միասին անցկացնելու համար։ Այսքանով վերջ։